Սիրելի անգեղակոծիներ, բարև ձեզ, ողջունում եմ բոլորին, մի ծափերով իրար ողջունենք, Հիմա ինձ ուղղակի մի բան հիշեցրեք, այդ որ թիվներ, որ Խաչմերուկում կանգնեցինք եւ ճանապարհի հարցը բարձրացրինք։ 18 թիվներ եւ դրանից հետո Կոպիտը սկսեց դրանից հետո 20-ի վերև 44-օրյան դրա համար բայց 23 թվին երբ կառուցվեց ճանապարհը 3 տարի Իսկ նախկինում երբ ա եղել որ ճանապարհը ասֆալտապատված ա եղել Այսինքն Անգեղակոծի ճանապարհը մեկ Բրեժնևն ասֆալտ արել մեկ ես ճիշտ հասկացանք Շատ լավ Սիրելի անգեղակոծիներ, նախ ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել ձեր ջերմության համար։ Մենք ճիշտ ասած քայլելիս առաջ մի քիչ հեռու կանգնեցինք, ասենք մի քիչ գյուղի միջով քայլենք, ասֆալտի վրա հաճելի էր եւ առաջին պատահած անգեղակոծի տիկնոջ հետ խոսացի, 3 բան հարցրի, ասի թոշակը բարձացել է, ասեցա, ասի ինչքան, ասեց 12000 դրամ։ Հաջորդը, ասի իսկ անկանխիկ առևտուր անում հետ վճար ստանում եք, ասեցա, ասի ինչքան, ասեց ոնց որ ասեց 10000 դրամ։ Ասի իսկ առողջության ապահովագրությունից օգտվել եք, ասեց հա, ասեց ստամոքսն ավիրահատել եւ շատ առողջ տեսք ուներ եւ ուզում եմ ասել, որ սիրելի ժողովուրդ 18 թվին մենք ինչ ենք խոստանում նաեւ, մենք խոստանում ենք, որ Հայաստանի քաղաքացին չպետքա հիվանդանոցի դռներին մնա։ Եվ հիմա մենք շատ ուրախ ենք, որ 65 տարեկանից բարձր թոշակառուների համար մենք կարողացել ենք այս ընթացքում այսքան, այսինքն այս ծրագրերը մտցնել։ Ուզում եմ ասել, որ 2018 թվականից հետո մենք փաստացի de facto de jure իրար հետ երևի 5-6 անգամ թոշակները Հայաստանում բարձրացրել ենք։ Ընդ որում սկզբից նվազագույն կենսաթոշակը մենք համապատասխանել ենք նվազագույն պարենային զամբյուղին։ Հիմա նվազագույն թոշակը ավելա նվազագույն սպառողական զամբյուղից եւ նաեւ առողջության ապահովագրությունը եւ մենք սրանով մեր հարգանքի տուրքն ենք մատուցում ձեզ։ Որովհետև տեսեք, չէ, տեսեք, սիրելի թոշակառուներ, տեսեք, ավագ սերնդի ներկայացուցիչներ հատկապես, ձեզ եմ դիմում, մենք ճիշտ է այսքան կառուցում ենք, բայց Հայաստանում կառուցած շենքերի ճանապարհների 70%-ը ձեր աշխատանքի ժամանակ է կառուցվել։ Եվ հիմա նաև մենք շատ կարևոր ենք համարում, որ մենք հնարավորություն ունենք այսպես ձեզ մեր շնորհակալությունը եւ մեր հարգանքը եւ մեր գնահատանքը ասենք։ Բայց այս ընտրությունների ամենակարևոր ուղերձը դա չի։ Ընտրությունների ամենակարևոր ուղերձը միջև ամենակարևոր ուղերձին հասնելը։ Ես մի բան էլ ասեմ, տեսեք, հիմա նաեւ ուղիղ եթերում ենք, ես ուզում եմ, որ ոչ մի գյուղում թող եկեք ժամանակ կորցնենք ջրի հետ կապված խնդիրներ բարձրացնելու համար, որովհետև մենք գիտենք, որ հանրապետությունում այդպիսի գյուղ չկա, բնակավար չկա, որտեղ ջրի հետ կապված խնդիր չլինի։ Եվ որպեսզի մարդիկ ամբողջությամբ արձանագրեն, որ մենք հարցի լրջությունը շատ խորը գիտակցում ենք, դրա համար մենք ասում ենք հետևյալը, ասում ենք ոնց որ նախորդող շրջանում մեր առաջնահերթությունը եղել է խաղաղության օրակարգը, առաջիկա 5 տարիներին մեր 5 առաջնահերթություններից մեկը ըլնելու է ջրի հետ կապված հարցերը, ոռոգման ջուր եւ խմելու ջուր։ Դրա համար ես խնդրում եմ դուք էլ, որ ուրիշ տեղերում եք ջրի հետ կապված հարցերով խոսացել ենք, եկեք դրա վրա նույնիսկ ժամանակ չկորցնենք։ Դա արձանագրած է, գիտենք եւ կանենք անպայման։ Բայց այս ընտրություններում ամենակարևորը խաղաղությանը տեր կանգնելն է, որովհետև մենք այո բազմաթիվ մենք իրար հետ դժոխքի միջով ենք անցել ժողովուրդ։ Մենք դժոխքի միջով անցել ենք, բայց մենք հասել ենք մեր ավետյաց երկրին, մեր երազանքների երկրին, մեր հայրենիքին, Հայաստանի Հանրապետությանը, որը այսօր ավելի անվտանգ է, քան երբևէ, ավելի խաղաղ, քան երբևէ, ավելի պետություն է, քան երբևէ, ավելի ինքնիշխան է, քան երբևէ։ Եվ 2021 թվին մենք ձեզ ինչ ենք ասում ենք ապագա կա,
այդ ժամանակ ապագան այո կասկածի տակ էր։ Այսօր մենք եկել ենք ասել, որ ապագան այսօր է, ապագան էնա, որ մենք թոշակներ ենք բարձրացնում, ապագան էնա, որ մենք դպրոցներ ենք կառուցում, մանկապարտեզներ ենք կառուցում, ապագան էնա, որ մենք իրար հետ, ձեզ հետ միասին խաղաղություն ենք բերել։ Եվ այդ խաղաղությունը ձերն է, ժողովուրդ, առաջին հերթին ձերն է։ Եվ շատ է խոսվում նրա մասին, խաղաղությունը կա թե չկա, խաղաղությունը հուսալի է թե անհուսալի է։ Ես ուզում եմ, որ մենք բոլորս հասկանանք, որ խաղաղությունը երեխայի նման է։ Երբ որ երեխան ծնվեց, երեխան ինքը կա։ Երեխան ինքը արդեն անուն ունի, ազգանուն ունի, երեխան քաղաքացի է, մարդ է, բայց եթե մենք երեխայի նկատմամբ խնամք չտանենք, երեխան մեծանալու, ոտի կանգնելու հնարավորություն չունի։ Նույնն է նաև խաղաղությունը։ Այսօր մեր խաղաղությունը ամեն օրվա հետ ավելի վստահ է իրան զգում։ Այդ չի նշանակում, որ խաղաղությունը բաներ չունի, բոլոր հարցերը լուծված են։ Այո, մենք հասկանում ենք, որ հումանիտար հարցեր ունենք, Ադրբեջանում պահվող մարդկանց հարցեր ունենք, Լեռնային Ղարաբաղից մեր ժողովրդին տնավորելու, Հայաստանում տնավորելու խնդիր ունենք, այդ խնդիրները լուծում ենք, անհետ կորածների խնդիր ունենք, որոնցով անպայման պետք է զբաղվենք, եւ այսինքն, բայց այս ամեն ինչը, այս խնդիրները, բայց մյուս կողմից մենք այսօր ունենք երկաթուղի մեր անկախության պատմության մեջ առաջին անգամ։ Մենք 2 տարի Հայաստանի արդեն 2 տարի Հայաստան-Ադրբեջան փոխհրաձգության հետևանքով ոչ մի զոհ եւ ոչ մի վիրավոր չունենք, ժողովուրդ ջան, ոչ մի զոհ եւ ոչ մի վիրավոր։ Այսօր մեր սահմանամերձ գյուղերի տներում կրակոցներ չեն լսվում։ Եվ սա առաջին անգամ է մեր պատմության մեջ։ Եվ ես ուզում եմ, որ 2026 թվի հունիսի 7-ին բոլորդ միահամուռ, այդտեղ խնդրում եմ շատ ձեզ, հանկարծ չասեք, պարզադե բոլորն էլ ընտրում են եւ այլն եւ այլն։ Իմացեք, որ այս ընտրությունների արդյունքը որոշելու է մի ձայն, մի ձայն։ Այդ ընտրությունների արդյունքը որոշելու է մի մարդ իր որոշմամբ։ Եվ ով այդ մարդը։ Ով է։ Եվ այդ մեկ մարդը դու ես։ 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 Դուք, բայց որ մենք ասում ենք տեր կանգնեք։ Տեր կանգնել է հետա, որովհետև դուք չպետք է հույս ունենաք, որ ուրիշ որևէ մեկը ձեր փոխարեն Տերը պետք է կանգնի։ Ոչ դուք պետք է Տեր կանգնեք, ամեն մեկս պետք է Տեր կանգնենք։ Պետք է Տեր կանգնենք մեր խաղաղությանը, այդ խաղաղությունը ձերն է, այդ խաղաղությունը դուք ձեր տառապանքի գնով, ձեր զրկանքների գնով հասել եք։ Եվ թոշակների բարձրացումը իմիջայլոց Ժամանակի խնդիրն է, դրա համար ուզում եմ շատ բան շուտ ասել։ Թոշակների բարձրացումն ու առողջության ապահովագրությունն էլ է, խաղաղության հետ կապ ունի ժողովուրդ։ Որովհետև հիմա եթե մենք խաղաղությունը վստահելի չլներ, մենք մենակ այս տարի թոշակների բարձրացման եւ առողջության ապահովագրության վրա միայն այս տարի լրացուցիչ մոտավորապես 100 միլիարդ դրամի կարգի գումար ենք ծախսում։ Եթե մենք խաղաղությանը վստահ չլինենք, այդ փողը կասենք, լավ, թողեք մնա, որ հանկարծ պատերազմ, որը լինի, էսկալացիա լինի, մենք դրա համար կօգտագործենք։ Բայց սա չի նշանակում, որ մենք, այսինքն խաղաղությունն է հնարավորություն բերել, որ մենք առողջության ապահովագրություն ներդնենք, թոշակ բարձրացնենք, բայց սա չի նշանակում, որ մենք անվտանգությունը բան ենք անում, երկրորդական ենք համարում եւ աչքաթող ենք անում։ Եվ սա ցույց տալու համար է, որ մենք մայիսի 28-ին, ով որ հնարավորություն կունենա, եկեք Երևան Հանրապետության հրապարակ, որովհետև մենք ձեզ ուզում ենք ցույց տանք, թե ինչ է տեղի ունեցել վերջին տարիներին, մեր բանակում ինչ փոփոխություններ է տեղի ունեցել, սկսած հագուստից եւ ավարտած սպառազինությունից։ Սնունդից էլ արդեն այ մայրիկները, տատիկները արդեն շատ լավ գիտեն, որովհետև թորնիկներին աշխատողներն էլ գիտեն եւ շատ շնորհակալ եմ։ Եվ հետեւաբար, բայց այս ամեն ինչով հանդերձ Ջորջ ջան, ընտրությունների ամենակարևոր թեման մեկն է եւ այն թեման դա է, որ դուք պետքա Տեր կանգնեք խաղաղությանը։ Եվ ինչա պետք խաղաղությանը Տեր կանգնելու համար։ Խաղաղությանը Տեր կանգնելու համար պետքա անպայման գնալ ընտրական տեղամաս, անպայման։ Եվ ընտրություններ 2026-ին քվեարկում ենք
16-ին։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Եվ խաղաղությանը տեր ենք, պետությանը տեր ենք, անկախությանը տեր ենք, ինքնիշխանությանը եւ ամենակարևորը մեր նահատակների սուրբ հիշատակին տեր ենք։ Շնորհակալ եմ շատ, բուռն ծափահարություն։ Այո, ձեր վարչապետին ելեք տեր։ Եվ շնորհակալ եմ դրա համար։